Այսօր մենք ուսումնասիրենք այն լեզուները, որոնք ձևավորել են միջնադարյան աշխարհը Եվրոպայի հարթավայրերից մինչ Կենտրոնական Ասիայի քարավանային ուղիները բացահայտելով, թե ինչպես էր լեզուն շատ ավելին, քան պարզ հաղորդակցման միջոց, այլ մի ուժ, որն ընդունակ էր միավորել կայսրություններ, բաժանել ժողովուրդներ անցնել դարերի միջով, նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Մի պահ պատկերացրեք, որ դուք կարող եք քայլել միջնադարյան աշխարհով, ոչ թե ամրոցների ասպետների աշխարհով, որոնք սովորաբար պատկերում են ֆիլմերը, այլ վաճառականների, վանականների, դպիրների ճանապարհորդների իրական աշխարհով, մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հատված սահման կարող էր նշանակել նոր լեզու, նոր այբուբեն, իրականությունը հասկանալու նոր սա այն աշխարհն է, որը մենք միասին կուսումնասիրենք հետելով այն հնչյուններին բարերին, որոնք դարերի ընթացքում միացրել, բաժանել վերափոխել են ամբողջ քաղաքագրթություններ։ Այս հսկայական համապատկերը հասկանալու համար պետք է սկսել այնտեղից, որտեղ սկսվում են շատ միջնադարյան պատմություններ հռոմեական կայսրության փլատակների վրա։ Երբ արմտյան հռոմեական կայսրությունը կործանվեց 5-րդ դարում, այն իրենից հետո թողեց շատ ավելին, քան ճանապարհներն ու ջրանցույցները, այն թողեց մի լեզու, լատիներենը վերապրեց այն կայսրությանը, որը ստեղծել էր այն, այդ վերապրումը պատահական չէր, դարեր շարունակ լատիներենը մնաց որպես գրավոր խոսքի գերիշխող լեզու արմտյան Եվրոպայում ամենամոտ բանը, որ տարածաշրջան ուներ ընդհանուր միջազգային լեզվին, եպիսկոպոսները նամակագրվում էին լատիներենով, միապետները նամակներ էին ստորագրում լատիներենով, վանականները ձեռագրեր էին արտագրում լատիներենով, նույնիսկ եթե հռոմեական լեգիոներները անհետացել էին սերունդներ առաջ, լատիներենը շարունակում էր միավորել կառավարիչներին, կրոնավորներին, գիտնականներին մեծ հեռավորությունների վրա լինելով ստանդարտ ընտրություն այն տեքստերի համար, որոնք նախատեսված էին մեկ համայնքից դուրս տարածվելու համար։ Բայց այս վերապրման մեջ կար խորը պարադոքս, լատիներենը, որը պահպանվում էր, հիմնականում գրավոր լեզու էր, ոչ թե խոսակցական, լիարժեք գրագիտությունը սահմանափակված էր քչերով, իսկ դասական լատիներենը անտիկ շրջանի հեղինակների նրբագեղ լեզուն, հասանելի էր հիմնականում նրանց, ովքեր ստացել էին պաշտոնական կրթություն, հատկապես հոգորականներին էլիտայի որոշ անդամներին։ Մարդկանց մեծամասնության համար լատիներենը մի բան էր, որին նրանք հանդիպում էին եկեղեցում, հանրային փաստաթղթերում կամ այն սակավաթիվ կրթված մարդկանց միջոցով, ովքեր գիտեին կարդալ գրել։ Եվ միջնադարյան լատիներենը ստատիկ չէր, դարերի ընթացքում այն փոխվեց նկատելի, թե դեռս ճանաչելի ձևով, գրողները ներմուծեցին նոր բարապաշար քրիստոնեական կյանքի ստեղծվող նոր հաստատությունների համար, քերականությունը երբեմն դառնում էր ավելի պարզ, քան դասական մոդելները ձևավորված տեղական խոսակցական սովորույթներով, որոշ հեղինակներ միտումնավոր ընդօրինակում էին հին նմուշները, մինչդեռ մյուսները գրում էին ավելի գործնական, ֆունկցիոնալ լատիներենով ուղղված առօրյա կյանքին, այսպիսով միջնադարյան լատիներենը ընդգրկում էր լայն սպեկտր խիստ դասականից մինչ բացահայտ կիրառական կախված նրանից, թե ով էր գրում ինչ նպատակով։ Մինչ լատիներենը պահպանում էր այս պաշտոնական դերը, փողոցներում դաշտերում տեղի էր ունենում միանգամայն այլ բան։ Քանի որ լատիներենը գնալով ավելի շատ էր դառնում կրթության գրի լեզու, արմտյան Եվրոպայի առօրյա խոսքը շարունակում էր շեղվել տարածաշրջան առ տարածաշրջան, մինչ որ այն այլս պարզապես շեշտադրությամբ լատիներեն չէր, այլ տարբեր լեզուների մի ընտանիք, որը գիտնականները կգոչեին ռոմանական լեզուներ։ Մարդիկ դեռս ճանաչում էին ընդհանուր արմատները հարան տարածաշրջանների միջ, բայց փոխադարձ ըմբռնումը աստիճանաբար ավելի դժվար էր դառնում, քանի որ արտասանությունը փոխվում էր, իսկ տեղական բառապաշարը կուտակվում էր։ Սերունդների ընթացքում այն տարածքում, որն այսօր անվանում ենք Ֆրանսիա, այս փոփոխությունները առաջացրին բազմաթիվ բարբառներ, հյուսիսում խմբավորված էին այսպես կոչված դոթվեչջետ օյլ լեզուները, ժամանակակից ֆրանսերենի նախնիները, հարավում ծաղկում էր օքսիտաներենը իր սեփական գրական մշակութային ավանդույթներով։ Ժամանակի ընթացքում հյուսիսային մի տարբերակ, որը սերտորեն կապված էր թագավորական վարչակազմի մշակութային ազդեցության հետ, դարձավ գնալով ավելի գերիշխող։ Ֆրանսերենը աստիճանաբար հայտնվեց որպես լայնորեն ճանաչված գրավոր լեզու լատիներենի կողքին։ Այս գործընթացը կարելի է նկատել ֆրանսերենի աջող օգտագործման մեջ իրավական գրառումներում, գրական ստեղծագործություններում, նույնիսկ երբ լատիներենը մնում էր կենտրոնական շատ պաշտոնական համատեքստերում։ Իտալիայում պատկերը նման էր, բայց տարբեր արդյունքներով, թերագղզին զարգացրեց ժողովրդական լեզուների խիտ խճանկար տոսկանյան, վենետիկյան, նեապոլիտանական շատ ուրիշներ, յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով, տոսկանյան բարբառը ի վերջո ձեռք կբերեր հսկայական հեղինակություն շնորհիվ մեծ գրողների հզոր քաղաք-պետությունների հետ իր կապի դարեր անց դառնալով ստանդարտ իտալերենի հիմքը։ Իսկ Պիրենեան թերագղզում կողք կողքի զարգացան մի քանի ռոմանական լեզուներ կաստիլերենի, կատալոներենի Գալիսիա։ Պորտուգալերենի նախնական ձեռը, որոնք ձևավորվել էին մշտապես փոփոխվող սահմանների, միգրացիաների քրիստոնեական, մուսուլմանական ու հրեական համայնքների միջ շփման արդյունքում։ Այն, ինչ ժամանակակից ընթերցողները գիտեն որպես իսպաներեն, ավելի տեսանելի է դառնում, երբ կաստիլերենի հեղինակությունը աճում է որպես թագավորական իշխանության գրականության լեզու, որն աստիճանաբար օգտագործվում էր գրավոր խոսքում լատիներենի կողքին, ի վերջո դրա փոխարեն։ Մինչ լատիներենը նրա դուստր լեզուները տիրում էին արմտյան Եվրոպայում։ Մի զուգահեռ նույնքան հրապուրիչ պատմություն էր ծավալվում ավելի հյուսիսում արևելքում։
Գերմանական լեզուները տարածվում էին հսկայական գոտում բրիտանական կղզիներից Սկանդինավիայից մինչ ֆրանկների գերմանախոս ժողովուրդների տարածաշրջանները։ Նրանց վերափոխումները միջնադարյան ժամանակաշրջանում այնքան խորն էին, որ հնագույն ձերը կարող են ժամանակակից ընթերցողին թվալ լիովին օտար լեզուներ։ Անգլիայում վաղ միջնադարի հիմնական լեզուն հին անգլերեն էր, որը գործեց մոտավորապես մինչ 11-րդ դարը։ Այն ուժեղ թեքվող գերմանական լեզու էր հոլովական վերջավորություններով բառապաշարով, որն այսօր բավականին տարօրինակ է հնչում։ 1066 թվականի նորմանդական նվաճումից հետո կղզու լեզվական պատկերը արմատապես փոխվեց, ֆրանսերենը որոշ ժամանակ դարձավ գերիշխող էլիտար մշակույթում, իսկ անգլերենը արագորեն փոխվեց հնչյունաբանության, ուղղագրության քերականության մեջ։ Ուշ միջնադարյան ժամանակաշրջանում միջին անգլերենը, որն օգտագործվում էր մոտավորապես 12-15-րդ դարերի մեջ, արդեն շատ ավելի մոտ էր ժամանակակից անգլերենին։ Շատ հոլովական վերջավորություններ անհետացան, բառերի դասավորությունը դարձավ ավելի գարոր, բառապաշարը կտրուկ ընդլայնվեց ֆրանսերենից լատիներենից կատարված մեծաթիվ փոխառություններով։ Սկանդինավիայում հին նորթերենը, հին նորվեգերենը, հյուսիս գերմանական խմբի ժամանակակից լեզուների իսլանդերենի, նորվեգերենի, դանիերենի, շվեդերենի ընդհանուր նախնին էր, խոսվելով ոչ միայն Սկանդինավիայում, այլ հյուսիսային Ատլանտիկայում սփռված նորդիկ գաղութներում հին նորթերենը պահպանում էր համեմատաբար բարդ քերականություն պահպանված է հարուստ գրական ժառանգության մեջ, հատկապես Իսլանդիայում։ Ուշ միջնադարյան ժամանակաշրջանում տարածաշրջանային տարբերակները աստիճանաբար առանձնացան սկիզբ դնելով ժամանակակից սկանդինավյան լեզուներին, որոնք մենք գիտենք այսօր։ Այն տարածաշրջաններում, որոնք այսօր համապատասխանում են Գերմանիային, Ավստրիային, Շվեյցարիայի մի մասին, միջնադարյան լեզվական պատմությունը նկարագրվում է փուլերով հին վերին գերմաներենը վաղ միջնադարում, միջին վերին գերմաներենը զարգացած միջնադարում ընդգրկելով մոտավորապես 1050-ից 1350 թվականները։ Վերջին սերտորեն կապված է պալատական գրականության հետ ցույց է տալիս մեծ հնչյունային փոփոխություններ։ Քերականական էվոլյուցիա տարածաշրջանային գրական չափանիշների ավելի հստակ զգացողություն։ Շարժվելով դեպի արելք միջնադարյան լեզուների պատմության, մեկ այլ մեծ գլուխ էր բացվում սլավոնական տարածքներում։ Ողջ արևելյան Եվրոպայում մարդկանց մեծամասնությունը խոսում էր սլավոնական լեզուներով ազգակից լեզուների մի մեծ ընտանիքով, որը տարածվում էր Բալկաններից մինչ այնտեղի անտառներն ու գետափնյա քաղաքները, որոնք հետագայում դառնալու էին Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուս, նրանց համար, ովքեր շրջում էին ուղղափառ քրիստոնեության աշխարհում, մի լեզու հատկապես կարևոր էր եկեղեցու կյանքի համար եկեղեցասլավոնականը։ Այն մարդկանց մեծամասնության առօրյա խոսքը չէր, բայց լայնորեն օգտագործվում էր կրոնական գրի համար օգնում էր միավորել համայնքները սլավոնական տարբեր տարածաշրջաններում։ Այս լեզուն տարածվեց նա Կիրիլյան այբուբենի, կիրիլիցայի հետ միասին, որը դարձավ հիմնական գրային համակարգը Բյուզանդիայի ազդեցության տակ գտնվող շատ տարածքներում։ Կիան Ռուսիայում դրան հաջորդած ռուսական պետություններում մարդիկ խոսում էին արելասլավոնական տարբերակներով, մինչդեռ շատ գրավոր տեքստեր, հատկապես կրոնականները, ցույց էին տալիս եկեղեցասլավոնականի ուժեղ ազդեցությունը, եւ քանի որ այս տարածաշրջանը գտնվում էր մեծ մշակութային գոտիների մեջ, ճանապարհորդը կարող էր հանդիպել առատ լեզվական համընկնումների լատիներեն գերմաներեն արմուտքում, հունարեն հարավում թյուրքալեզու ժողովուրդներ տափաստաններում։ Կախված նրանից, թե որտեղ է իր գտնվում, լեզուն կարող էր բացահայտել զրուցակցի հավատքը, նրա արտրային կապերը կամ այն, թե որ քաղաքական աշխարհին էր նա իրեն ավելի մոտ զգում։ Եվ միջնադարյան լեզուների մասին ոչ մի պատմություն ամբողջական չէր լինի առանց Բյուզանդիայի արելյան հռոմեական կայսրության մասին խոսելու, որը պահպանում էր մի լեզվական ժառանգություն, որն այնքան բարդ էր, որքան հենց իր պատմությունը։ Բյուզանդական կայսրությունը ծնվել էր որպես հռոմեական կայսրության արելյան կեսը, այնպես որ լատիներենը սկզբնապես կայսերական կառավարման իրավունքի պաշտոնական լեզուն էր, այնուամենայնիվ, արելյան միջերկրածովյանն արդեն վաղուց հիմնականում հունախոս էր, ժամանակի ընթացքում հունարենը փոխարինեց լատիներենին վարչակազմում։ Վաղ միջնադարում հունարենը դարձել էր հիմնական տեսանելի լեզուն պետական փաստաթղթերում, կրթության մեջ Բյուզանդիայի հանրային կյանքի մեծ մասում, մինչդեռ լատիներենը պահպանվում էր հիմնականում որոշակի իրավական ավանդույթներում արմուտքի հետ շփումներում։ Բյուզանդիայի հունարենը հենց անտիկ շրջանի հեղինակների հունարենը չէր, ոչ էլ դեռս ժամանակակից հունարենը, արտասանությունը առօրյա քերականությունը փոխվել էին դարերի ընթացքում, միջնադարյան գրողները հաճախ օգտագործում էին նոր քրիստոնեական բառապաշար, մինույն ժամանակ կրթված բյուզանդացիները հիանում էին հին գրականությամբ, այնպես որ պաշտոնական գրավոր խոսքը կարող էր լինել միտումնավոր հնաոճ իր ոճով, տարեգրության մեջ կարդացվող հունարենը կարող էր ավելի հին հնչել, քան այն հունարենը, որով մարդիկ խոսում էին տանը։ Բացի այդ, Բյուզանդիան երբեք միայն հունական չէր, այն բազմալեզու կայսրություն էր, հատկապես սահմանամերձ շրջաններում մեծ արտրային կենտրոններում, կարելի էր հանդիպել հայերենը արելքում, սլավոնական լեզուները Բալկաններում, ասորերենը մերձավոր արելքի քրիստոնեական համայնքներում, մինչդեռ արաբերենը կարոր էր սահմանային գոտիներում, դիվանագիտության արտրի մեջ, շատ վայրերում մարդիկ առօրյա կյանքը վարում էին տեղական լեզուներով օգտագործելով հունարենը պետության կամ եկեղեցական հիերարխիայի հետ գործ ունենալիս։ Եվ հենց այս հունա-հռոմեական աշխարհի սահմաններին էր, որ սկսեց ձևավորվել միջնադարյան պատմության ամենամեծ լեզվական հեղափոխություններից մեկը։
7-րդ դարից սկսած արաբերենը հայտնվեց որպես միջնադարյան աշխարհի ամենակարևոր լեզուներից մեկը, քանի որ իսլամական տիրապետությունը տարածվում էր Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում առաջանում դեպի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հատվածներ, արաբերենը ուղեկցում էր դրան նախ որպես նոր քաղաքական կրոնական կարգի լեզու, իսկ հետո որպես գործնական լեզու վարչարարության, գիտության հեռահար հաղորդակցության համար։ Ժամանակի ընթացքում այն դարձավ հսկայական տարածաշրջանի կողմից օգտագործվող ընդհանուր գրավոր լեզու, տեսանելի ամեն ինչում, իրավական փաստաթղթերից մինչ մակագրություններ, գիտական ու փիլիսոփայական աշխատություններ։ Հիմնական պատճառը, թե ինչու արաբերենը կարողացավ այդքան լայնորեն տարածվել, այն էր, որ գրավոր լեզուն մնաց համեմատաբար կայուն, նույնիսկ երբ խոսակցականը մեծապես տատանվում էր տեղից տեղ։ Ղուրանում պաշտոնական գրի մեջ օգտագործվող արաբերենը տալիս էր ընդհանուր հղման գետ բոլոր տարածաշրջաններում։ Բայց առօրյա կյանքում մարդիկ խոսում էին տարածաշրջանային ձեռով, որոնք կարող էին բավականին տարբեր հնչել արտասանությամբ, բառապաշարով, նույնիսկ որոշ քերականական ասպեկտներով, մեկը Մարոկկոից, մեկը Իրաքից կարող էին կարդալ նույն պաշտոնական արաբերենը, բայց միմյանց առօրյա խոսքը հասկանալը դժվար լիներ։ Արաբերենը նա միանգամից չփոխարինեց նախկին լեզուներին, նախքան շատ տարածքներում գերիշխող դառնալը, արամերենը երկար ժամանակ եղել էր կարևոր լեզու Մերձավոր Արևելքում։ Ասորերենը արամերենի մի կարևոր գրականց, հատկապես արտյական մնաց քրիստոնեական համայնքների շրջանում կրոնական գրի ուսման համար, շատ վայրերում այս լեզուները շարունակվեցին արաբերենի կողքին դարեր շարունակ, ստեղծելով բազմալեզու համապատկեր, որտեղ մարդիկ կարող էին լսել մի լեզու տանը, մեկ այլ լեզու եկեղեցում հանդիպել արաբերենին ավելի լայն հանրային կյանքում։ Լեզուների համակեցության այս օրինակը կկրկնվեր տարբերակներով ողջ միջնադարյան աշխարհում, ներառյալ հսկայական աֆրիկյան մայրցամաքում։ Հյուսիսային Աֆրիկայում արաբերենը դարձավ քաղաքներում հեռահար հաղորդակցության մեջ ամենաշատ օգտագործվող լեզուն, բայց այն համակեցում էր ամազիղյան լեզուների հետ, որոնք լայնորեն խոսվում էին Մաղրիբում, Սահարայում։ Նեղոսի հովտում ղպտիերենը շարունակվեց որպես եգիպտական քրիստոնեական համայնքների լեզու, իսկ Եթովպիայում գեեզը ծառայում էր որպես գրավոր ծիսական լեզու քրիստոնեական տեքստերի համար, պահպանվելով ձեռագրերում, եկեղեցիների ներսում դարեր շարունակ, Արմտյան Աֆրիկայում արաբերենը կարևոր դարձավ իսլամական ուսման համար, երբեմն օգտագործվելով տեղական լեզուները արաբական գրով գրելու համար, այս պրակտիկան կոչվում էր աջամի, մինչդեռ լեզվական մեծ ընտանիքները, ինչպիսիք են մանդե լեզուները, Սոնգայը, ձավորում էին առօրյա հաղորդակցությունը։ Արելյան ափին Սուահիլին զարգացավ որպես մեծ արաբնյա լեզու արաբերենի ուժեղ ազդեցությամբ, որը Հնդկական օվկիանոսի ինտենսիվ արտրային կապերի արդյունք էր։ Վերադառնալով ասիական մայրցամաք, մի այլ լեզու եզակի դեր էր գրավել այն ուղիներում, որոնք միացնում էին Միջերկրածովյանը Հնդկաստանին դրանից այն կողմ։ Պարսկերենը դարձավ միջնադարյան աշխարհի մեծ կամուրջ լեզուներից մեկը, հատկապես Իրանում, Կենտրոնական Ասիայում, իսկ ավելի ուշ Հարավային Ասիայի որոշ մասերում։ Միջնադարյան ժամանակաշրջանում մի նոր գրավոր չափանիշ, որը հաճախ անվանում են նոր պարսկերեն, ձեռք բերեց նշանակություն լայնորեն տարածվեց դառնալով հեղինակավոր լեզու նրբագիրթ համատեքստերում։ Միջերկրածովյանից արել գտնվող շատ թագավորություններում, կայսրություններում պարսկերենը հանդիպում էր պաշտոնական նամակագրություններում, պալատական պոեզիայում։ Տարեգրություններում այն համագեցում էր արաբերենի հետ, որը հատկապես կարևոր էր մնում կրոնի գիտության շատ ոլորտների համար, այնպես որ երկլեզու աշխարհները սովորական էին գիտական շրջանակներում։ Պարսկերենը չփոխարինեց տեղական լեզուներին այն տարածաշրջաններում, որտեղ տարածվեց, այն հաճախ հիմնվում էր բազմալեզու իրականության վրա թյուրքական լեզուների հետ միասին ռազմական տափաստանային համատեքստերում տեղական բազմաթիվ լեզուների հետ առօրյա խոսքում։ Ավելի հարավ անցնելով հնդկական ենթամայրցամաքի լեռներն ու հովիտները, ճանապարհորդին սպասում էր ավելի բարդ լեզվական իրականություն։ Ենթամայրցամաքը երբեք միալեզու աշխարհ չի եղել, այդ բազմազանությունը չանհետացավ։ Հարավային Ասիան մնում է աշխարհի ամենաբազմալեզու տարածաշրջաններից մեկը։ Միջնադարի մեծ մասի ընթացքում սանսկրիտը մնաց ամենակարևոր հեղինակավոր լեզուն գիտական գրի, կրոնի էլիտար մշակույթի համար։ Այն համայնքների մեծամասնության առօրյա խոսքը չէր, բայց կարևոր էր, որովհետև այն ճանապարհորդում էր։ Սանսկրիտով կրթված գիտնականները, բանաստեղծները, պաշտոնյաները կարող էին հաղորդակցվել տարածաշրջանների միջ այնպես, ինչպես տեղական խոսքը հաճախ թույլ չէր տալիս։ Մինույն ժամանակ, միջնադարը տեսավ տարածաշրջանային լեզուների վերելքը որպես ինքնուրույն գրավոր գրական լեզուներ, հարավում թամիլերենն ուներ խորը դասական ավանդույթ, մինչդեռ կանադան, թելուգուն մալայալամը զարգացրին հարուստ միջնադարյան գրականություն, պալատական կիրառություն, ենթամայրցամաքի հյուսիսում արևելքում բենգալերենի նախնական լեզուները։ Հինդի ձերը դարձան գնալով ավելի տեսանելի պոեզիայում, կրոնական գրություններում, որոնք նախատեսված էին ավելի լայն լսարանի համար։ Այս հսկայական մայրցամաքի ծայր արևելքում տարածաշրջանների միջ հաղորդակցության մարտահրավերի համար գտնվել էր արմատապես տարբեր լուծում։ Միջնադարյան ժամանակաշրջանի մեծ մասում Չինաստանում ամենամեծ հաստատունը գրավոր լեզուն էր, կրթված մարդիկ օգտագործում էին դասական չինարենը կառավարման, գիտության պաշտոնական գրի համար, քանի որ չինական հիերոգլիֆները կապված չեն մեկ արտասանության հետ, նույն տեքստը կարող էր կարդացվել ողջ կայսրության տարածքում, նույնիսկ երբ տարբեր տարածաշրջանների մարդիկ նույն ձով չէին խոսում։
Սակայն խոսակցական չինարենը երբեք միասնական լեզու չի եղել, տարածաշրջանային խոսքը շարունակեց շեղվել դարերի ընթացքում, այդ տարբերությունները աստիճանաբար խորացան, հատկապես հյուսիսային հարավային տարբերակների միջ, մանդարինը հյուսիսային չինարենը իր արմատներն ունի հյուսիսային խոսվածքում, որը ազդեցություն ձեռք բերեց, երբ հյուսիսային մայրաքաղաքները ձևավորեցին հաղորդակցության ավելի լայն ձեր։ Կանտոներենը սկիզբ է առնում ծայր հարավի խոսվածքից կենտրոնացած Գուանչժոում, որի տարածաշրջանային նշանակությունը աճեց, երբ հարավային քաղաքներն ու արտրային ցանցերը ընդլայնվեցին։ Եվ գրավոր չինարենի այս ազդեցությունը չէր սահմանափակվելու միայն կայսրության սահմաններով։ Ողջ միջնադարյան Արևելյան Ասիայում դասական չինարենը գործում էր որպես տարածաշրջանի հեղինակավոր գրավոր լեզու կառավարման, գիտության դիվանագիտության համար, նույնիսկ այն վայրերում, որտեղ ոչ ոք չինարեն չէր խոսում որպես մայրենի լեզու։ Ճապոնիայում վաղ գրավոր խոսքը մեծապես կախված էր չինական հիերոգլիֆներից, որոնք կոչվում էին գանձի, բայց դպիրները մշակեցին հիերոգլիֆները ճապոնական խոսքին հարմարեցնելու ձեր։ Մոտավորապես 9-րդ դարում ճապոնացի գրողները արդեն ստեղծում էին կարևոր գործեր գրավոր միջով, որն ավելի մոտ էր խոսակցական ճապոներենին։ Կորեայում չինական հիերոգլիֆները գերիշխում էին պաշտոնական գրի մեջ միջնադարյան ժամանակաշրջանի մեծ մասում, բայց մեծ փոփոխություն տեղի ունեցավ 15-րդ դարում, երբ Չոսոն դինաստիայի արքունիքը ստեղծեց հանգլը հնչյունական այբուբեն, որը նախատեսված էր կորեերեն ավելի ուղղակիորեն գրելու համար։ Վիետնամում դասական չինարենը կառավարման գիտության լեզուն էր դարեր շարունակ, մինչդեռ վիետնամերենը զարգացնում էր ցյունոմը տեղական լեզվին հարմարեցված հիերոգլիֆների համակարգ, ճանապարհորդելով միջնադարյան Արևելյան Ասիայով կարելի էր բազմիցս հանդիպել նույն բաժանմանը։ Վերում Չինաստանի հետ կապված ընդհանուր գրավոր մշակույթ, իսկ ներքում խորը տեղական խոսակցական լեզուներ, որոնք ամենուր ձևորում էին առօրյա կյանքը։ Բայց կար մի աշխարհ, որը մարտահրավեր էր նետում այս բոլոր հաստատուն կատեգորիաներին մի աշխարհ մշտական շարժման մեջ, որտեղ լեզուն հետում էր նվաճումների քարավանների հետքերին։ Եվրասիայի մեծ տափաստաններում, որոնք տարածվում էին Սծովից մինչ Մոնղոլիա, լեզուն ձևորվում էր շարժունակությամբ, տափաստանային կայսրություններն ու համադաշնությունները միավորում էին հսկայական տարածություններ դիվանագիտության, պատերազմի արտրի միջոցով, ճանապարհորդները հաճախ հանդիպում էին թյուրքական լեզուներին որպես ամենատարածված խոսակցական լեզուներից մեկը։ 13-րդ դարի մոնղոլական արշավանքները ավելացրին մեկ մեծ շերտ։ Մոնղոլերենը դարձավ քաղաքականապես կարևոր մի հսկայական կայսերական ցանցում, մոնղոլ կառավարիչները ղեկավարում էին բազմալեզու բնակչություն Չինաստանից մինչ մերձավոր Արևելք Արևելյան Եվրոպա, նույնիսկ մոնղոլների կողմից կառավարվող տարածքներում առօրյա հաղորդակցությունը հաճախ մնում էր տեղական։ Այնպես որ մոնղոլերենի ազդեցությունը համագեցում էր տափաստանում թյուրքական լեզուների հետ, իսկ նստակյաց շրջաններում պարսկերենի, չինարենի շատ այլ լեզուների հետ։ Քանի որ տափաստանը միացնում էր այդքան շատ աշխարհներ, այն նա առաջացնում էր մշտական բազմալեզու շփում, վաճառականները, դեսպանները, զինվորները անցնում էին լեզուների միջ, կայսրությունները կախված էին թարգմանիչներից ու սահմանային քաղաքների քարավանային ուղիների խառը համայնքներից, գործնական առումով, տափաստանը ոչ թե մեկ տափաստանային լեզվի մասին էր, այլ ավելի շատ համընկնող լեզու ֆրանկաների մասին մոնղոլերենը մոնղոլական հզորության գագաթնագետին հիմնական գրավոր լեզուները, որոնք գերիշխում էին հարան նստակյաց կայսրություններում։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ իշխանության հեղինակության այս բոլոր մեծ լեզուներով անցնելուց հետո, միջնադարյան աշխարհի պատկերը թերի կլիներ առանց այն ձայների ճանաչման, որոնք երբեք չճնշվեցին այս գերիշխող լեզուների առաջխաղացմամբ։ Միջնադարյան աշխարհը լի էր այլ կարևոր լեզուներով, որոնցից որոշները կապված էին ուժեղ տարածաշրջանային մշակույթների հետ, մյուսները հեռահար արտրի կամ համախմբված համայնքների հետ։ Արմտյան Եվրոպայում ճանապարհորդները դեռ կարող էին հանդիպել կելտական լեզուներին, ինչպիսիք են իռլանդերենը, ուելսերենը, բրետոներենը։ Պիրենեան թերակղզու հյուսիսում բասկերենը պահպանվում էր որպես առանձնահատուկ լեզու առանց կապի հարան ռոմանական լեզուների հետ լինելով տարածաշրջանի առօրյա լեզվական համապատկերի մաս ողջ միջնադարի ընթացքում Արևելյան Միջերկրածովյանի Կովկասի շուրջ մեծ համայնքներ օգտագործում էին լեզուներ իրենց սեփական երկար գրավոր ավանդույթներով, ներառյալ հայերենը, վրացերենը։ Ավելի հյուսիսում արևելքում ճանապարհորդները կարող էին հանդիպել ֆիննա-ուգրական լեզուներով խոսողների ֆիններենի, էստոներենի նախնիներին, ովքեր ապրում էին սկանդինավյան սլավոնական հարանների գողքին սահմանային շրջաններում, որտեղ մարդիկ հաճախ սովորում էին մեկից ավելի լեզու իրար հետ լեզու գտնելու համար։ Որոշ լեզուներ նա ճանապարհորդում էին, որովհետև համայնքները դրանք իրենց հետ տանում էին սահմաններից այն կողմ։ Եբրայերենը, օրինակ, լայնորեն օգտագործվում էր հրեական կրոնական մտավոր կյանքի համար ողջ միջնադարյան աշխարհում։ Նույնիսկ երբ առօրյա խոսակցությունը տեղի էր ունենում այնտեղի տեղական լեզվով, որտեղ ապրում էին, Տոլեդոյի հրեական թաղամասերում, Տրուայի համայնքներում, Կահիրեի շուկաներում կամ Բաղդադի սինագոգներում էբրայերեն այն թելն էր, որը գարում էր սփռված սփյուռքը մեկ միասնական գրագետ ավանդույթի մեջ։ Պատկերը, որը հայտնվում է, ոչ թե կարգավորված լեզվական բուրգ է մեկ լեզվով գագաթին մնացած բոլորով ներքում։ Այն ավելի շուտ մի խիտ, համընկնող մշտապես փոփոխվող գորգ է, որտեղ հեղինակավոր մեծ լեզուները տալիս էին ընդգրկման հաղորդակցման գործիքներ, բայց երբեք չմարեցին տարածաշրջանային համայնքային լեզուների հարուստ ցանցը, որոնք ամենուր ձևորում էին առօրյա կյանքը։
Միջնադարյան աշխարհը ամենից առաջ բազմաթիվ ձայների աշխարհ էր, յուրաքանչյուր շուկայում, յուրաքանչյուր նավահանգստում, յուրաքանչյուր ուխտագնացության ճանապարհին օդը լի էր բարերով, որոնք հատում էին սահմանները, փոխանակում իմաստներ վերափոխում ինչպես լեզուները, այնպես էլ այն մարդկանց, ովքեր խոսում էին դրանցով, մի վանական, որը լատիներեն էր կարդում Նորթումբրիայում, մի վաճառական, որը պարսկերենով բանակցում էր Օքսուս ամուդարյա գետի երկայնքով, մի երեխա, որը չինական հիերոգլիֆներ էր սովորում Գորեայում, մի դպիր, որը գեզով տեքստեր էր արտագրում եթովպական լեռներում։ Նրանցից յուրաքանչյուրը բնակվում էր մի առանձնահատուկ լեզվական տիեզերքում, մի նույն ժամանակ մասն էր կազմում ինչ-որ շատ ավելի մեծ բանի։ Լեզուները պարզապես հաղորդակցման գործիքներ չեն, դրանք մարդկային փորձի կենդանի արխիվներ են։ Դրանք իրենց մեջ գրում են միգրացիաների, նվաճումների, արտրային փոխանակումների հավատքի հետքերը, եւ այն ուսումնասիրությունը, թե ինչպես են դրանք ծնվել, ճանապարհորդել, վերափոխվել, երբեմն անհետացել, խորքում այն բանի ուսումնասիրությունն է, թե ինչպես են մարդիկ կառուցել վերակառուցել իրենց շուրջը գտնվող աշխարհը։ Միջնադարյան աշխարհը, որը մենք հետազոտեցինք այս վավերագրական ֆիլմում, այնքան հեռու չէ, որքան թվում է։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը խոսում է պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն կամ իտալերեն, արձագանքում է միջնադարյան վանքերի լատիներենը։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կարդում է դասական արաբերենով մի տեքստ, դիպչում է նույն լեզվին, որը միացնում էր Բաղդադը, Կահիրեն Գորթոբան, ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ճապոներեն կամ գորերեն է սովորում, հետում է միջնադարյան դպիրների հետքերին, ովքեր հարմարեցրին ամբողջական գրային համակարգեր ձայն տալու համար այն լեզուներին, որոնք չէին տեղավորվում իրենց ստացած կաղապարների մեջ։ Լեզուները, որոնք մենք ժառանգել ենք դարեր առաջ ապրած մարդկանց կատարած ընտրությունների ժառանգությունն են ընտրություններ այն մասին, թե ինչ գրել, ինչ պահպանել, ինչ փոխանցել, ինչ վերափոխել, եւ այդ ընտրություններից յուրաքանչյուրը թողել է մի հետք, որը մենք դեռ կարող ենք լսել, եթե իմանանք ինչպես ունկնդրել։ Եթե միջնադարյան աշխարհի լեզուների մեջ այս սուզումը ձեր մեջ արթնացրեց նույն հետաքրքրասիրությունը, որը մեզ դրդում է հետազոտել պատմել այս պատմությունները, ապա դուք արդեն գիտեք ինչ անել։ Բաժանորդագրվեք ալիքին դարձեք այս ունկնդիրների համայնքի մի մասը, ովքեր չեն բավարարվում անցյալի լրությամբ, հավանեք այս տեսանյութը, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան գտնել այս պատմությունները, մեկնաբանություններում թողեք, թե այսօր մեր ուսումնասիրած միջնադարյան լեզուներից որն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը։ Ի վերջո, յուրաքանչյուր մեծ հայտնագործություն սկսվում է նրանից, ով որոշեց ուշադրություն դարձնել մի բառի, որն աշխարհը մոռացել էր։